Դուք ինձ ասացիք, որ 35 տարի հետո մասնագիտական ստաժից հետո ինքներդ որոշում կայացրիք գնաք թոշակի, որպեսզի հնարավորություն տաք երիտասարդներին, բացատրեք արդյոք ճիշտ որոշում եք կայացրել արդեն տարիների հեռավորությունից եւ եթե աշխատանքային օրենսգիրքը այն ժամանակ փոխվեր եւ ձեզ հնարավորություն ընձեռվեր շարունակել աշխատելը, կշարունակեիք թե ոչ։ Ես ճիշտն ասեմ, միշտ այն կարծիքին եմ եղել, որ պետքա երիտասարդությանը տեղ տալ։ Երիտասարդությունը պետքա ապագա կերտողն էլի, բայց ես նաև այն կարծիքին եմ, որ թոշակի անցնելուց հետո պետք է օգտագործել են մարդկանց պոտենցիալը, ովքեր ասելիք դեռ ունեն էլի, դա կլինի արդեն առանց վարձատրության։ Ես ճիշտն ասած վերջին անգամ աշխատել եմ նոյեմբերանի դպրոցում, աշխատանքից հետո էլ մի քանի տարի ինչ որտեղ երբ ակումբ եմ վարել երեխաների հետ, որը ինձ ավելի մեծ հաճույք է պատճառել, դա հասարակական հիմունքներով է եղել եւ ոչ մի վարձատրություն չի եղել, բայց դուք ձեր արածից եք գոհ եղել։ Ես շատ գոհ եմ, որովհետեւ դպրոցում ամենամեծ բացողում որ այսօր կա, այնա որ տալիս են գիտելիքների պաշար պատրաստի եւ պատրաստի պահանջում էլի, մինչդեռ իմ կարծիքն է նա, որ պետքա երեխաներին ավելի շատ մտածել սովորեցնել։ Այս խաղը ինչ որտեղ երբ այդպիսի հնարավորություն տալիս է, մարդը կարող է ոչինչ չգիտեն այդ բնակավարի մասին, սակայն մտքի թռիչք կատարելով կարող է պատասխանել հարցերի։ Դա շատ մեծ ոգևորություն է երեխանց մոտ առաջացնում։ Ես նույնիսկ գրանցել եմ դեպքեր, որ երեխան, որը եկել է ակումբում խաղերի, որը ժամանակից հետո ուսուցիչները սկսել են խոսել այն մասին, որ այդ երեխան լուրջ առաջընթաց է ունենում, նախկինում ոչինչ չէր լսում, ոչինչ չէր անում, առաջադիմության վրա է դրական։ Առաջադիմության վրա հաստատապես ազդում է, ու հետո մեզ պետք չի սոսկ գիտելիքների կրող մարդ, մեզ պետք է որպեսզի նա ունենա երևակայություն։ Էյնշտեյնը ժամանակին ասել էլի, ասել է մարդ ավելի լավ է երևակայություն ունենա, քան թե գիտելիքների մեծ բեռ։ Այնպես որ երևակայության զարգացման առումով այդ խաղը ես համարում եմ ֆանտաստիկ խաղ ուղղակի։ Հիմա չեք շարունակում Բերթավանում Բերթավանում անց եմ կացնում, ուրեմն Բերթավանում անց եմ կացնում մարտի 8-ին նվիրված երեխաների բանին հետաքրքիրն է նա, որ տնային տնտեսուհիներին, ովքեր աշխատանքի տեղը մեծ մասամբ դե մանկապարտեզներում, մշակույթի տներում եւ բուժիմնարկներում աշխատում են կանայք, նրանց ասում եմ բերեք այդ տնային հոգսերը եւ մանկապարտեզային եւ այլ հոգսերը մի կողմ դրեք, եկեք նստեցեք սեղանին, ձեզ դրսևորեք որպես գիտակ։ Ասում եմ այդ ոլորտում էլ պետք է երևակ էլի եւ պետք է ասել որ բավականին լուրջ ակտիվություն է նկատվում, սիրով են սպասում, հաճախ են հարցնում, այն նույնիսկ փողոցում հանդիպում են հարցնում են, ասում են բախաղը երբ է լինելու, որովհետեւ արդեն դա միցեվի դառնում է կենսակերպ է դառել, հաճելի մի բան։ Մարդիկ ուզում են ինչ որ բազմազանություն լինի իրանց կյանքում։ Իսկ դա կարևոր բան է, այդ խաղը ես համարում եմ շատ կարևոր եւ մեծագույն հարգանք եմ տածում այդ խաղը ստեղծողների Վլադիմիր Վորոշիլովի եւ Նատալիա Ստիցենկոյի նկատմամբ, որովհետեւ նրանք մարդկանց ստիպեցին գրքերը վերցնել, կարդալ, որովհետեւ հարցեր գրելը հեշտ չի։ Հրաշալի է։ Հա։ Գիտեք ինչ, պարոն Խոջյան, ես կարող եմ ձեզ խնդրել, որ դուք հարցերին փորձեք բարբառովել պատասխանել, որովհետև Տավուշի ուղղության բարբառը շատ գեղեցիկ է ելևեջներով, ամեն ինչով։ Փորձենք այսպես մի հնարքի մեջ մտնենք, համ ձեր տարածաշրջանի բնակիչները հաճույքով կլսեն հեշտ կընկալեն, մյուս կողմից էլ մյուսների ականջը մի քիչ կսովորի։ Շատ բարբառի մեջ չգնանք, բայց այնուամենայնիվ որոշ տարեր օգտագործեք։ Ձեր մասին ինձ պատմեց ձեր աշակերտուհին, ինչ հարաբերություններ ունեք ձեր կերտած սերունդների հետ։ Ես ասեմ, որ միշտ չի որ սերը փոխադարձ լինում, բայց այդ պարագայում իմ վերաբերմունքը, իմ սերը աշակերտների եւ աշակերտների սերը հանդեպ ինձ փոխադարձ է։ Այս առումով իհարկե շահած վիճակում եմ, ես շահած մարդ եմ։ Իմիջայլոց ասեմ, ես կիմեջ են իմ Facebook-յան ընկերների մի զգալի մասը աշակերտներս են։ Հենց ձեր աշակերտներն են։ Կայացած մարդիկ են, ձեզ հիշում են, ձեզ սիրում են, դեռ մի բան էլ ինձ զանգել եւ խնդրել են, որ մեր պատմության ուսուցչին անպայման հրավիրեք։ Ասեմ, դա գաղտնիք չկա, գաղտնիքը մեկը այնա որ
ասենք ես երբեք երեխաների չեմ բանալի, որ բաժանարար գիծա ուսուցչի սեղանը եւ աշակերտները։ Ես այն արել եմ, որ ինձ ա վստահվել ձեր գործը, բայց առանց ձեզ այս գործը յոլա չի գնա։ Մենք միասին պետք է աշխատենք, ճանապարհ անցնենք ու երբեմն դպրոցում լինում են իրավիճակներ, թեժ իրավիճակներ։ Հա, պատահում է որ ուսուցիչը դայրանում է, չգիտես ինչ ասում է։ Ես միշտ աշխատել եմ հումորով դուրս գալ այդ վիճակից, մի հումոր անել, որը լիցքաթափել է ամբողջ իրադրությունը, բոլորը ծիծաղել են, ես էլ եմ ծիծաղել։ Հետո ես չեմ վախեցել, որ երբեմն երեխաները նաև իմ վրա էլ ծիծաղեն, այնպես որ իմաստուն մոտեցում է։ Ես համարում եմ, որ երեխաներին պետքա միշտ ավելի բարձր դասել, քան դու ինքդ ես, որովհետև դու չգիտես նա ինչ կդառնան։ Դու արդեն դարձել ես էս։ Գյուղում մի մարդ կա, ասում է, ուսուցիչ նման ասում է, այծի պոչի, ոչ երկարում է, ոչ կարճանում, բայց միշտ աշակերտի մեջ պետքա տեսնել ապագան, իսկ այդ ապագան իսկապես ես ունեմ աշակերտներ, որոնք բավականին լուրջ հաջողություններ են ունեցել, լուրջ։ Եվ այսօր էլ ինձ հետ կապի հայրենիք ունենալու համար պետք է մի քիչ էլ տառապանքների բեռ վերցնես վրա։ Եթե դու մենակ մտածում ես վայելքի մասին, այդ դեպքում ստացվում է, որ Ֆրանսիան լավ երկիր է ապրելու, Ամերիկան հնարավորությունների երկիր է, եւ այլը, Հոլանդիան հանդարտ երկիր է։ Այդ ձև չպետք է մտածենք, մենք պետք է մտածենք, որ յուրաքանչյուրս ինչ հնարավոր է մեր ձեռից եկածը անենք, որպեսզի այս երկիրը դառնա այն երկիրը, ինչը իսկապես երազանքի երկիր պետք է լինի։ Ճանապարհին դուք մի հետաքրքիր դիտարկում արեցիք պատմության մասին, պատմությունը որպես գիտություն, որպես առարկա, ուզում եմ նաև ունկնդիրների համար ասեք, դժվար գործ է պատմություն դասավանդելը, ճիշտը, սխալը, մենք էլ պատմական շրջանում ենք ապրում, ինչ եք կարծում։ Ես այն կարծիքին եմ, որ պատմությունը կարելի ասել սուտ է, բայց անհրաժեշտ սուտ է, էլի, որովհետև գիտեք ինչ կա, հիմա հաճախ մտածում են, ասում են պետք է պատմություն իմանաս, որ հայրենասեր լինես, հիմա դե կարելի է կարծել, ասենք այն հին ժամանակներում ոչ մեկը գիրք չէր կարդում կամ գրքեր էլ չկային, բայց հայրենասեր էին, էլի, դա մի քիչ ուրիշ բան է, կարդալով չեն հայրենասեր դառնում։ Մարդու մեջ էության մեջ պետք է լինի, եթե կենթանական աշխարհին նայում ենք, իր տարածքը պաշտպանելու բնազդ կա։ Մենք այդ բնազդը մեկ մարդու մեջ չեր կա, որովհետև մենք կենթանական աշխարհի ներկայացուցիչ ենք, էլի, բարձրակարգ։ Եվ պետք է այն անցնել, որ մարդը մտածի, որ լավ գյուղ, լավ հայրենիք ունենալու համար պետք է մի քիչ էլ տառապանքների բեռ վերցնես վրա։